Բարի երեկո հարգելի հետևորդներ, հյուր եմ եկել իմ շատ սիրելի ընկերոջը Աշոտին Նուրիջանյան, եկել եմ մի խնդրանքով, որ բացատրի թե ինչ է կատարում Հայաստանի օրենսդրական միջավայրում։ Ես չեմ հասկանում այս խառնաշփոթից, որտեղ ամեն առավոտ արթնանում ենք, նոր օրենքներ ենք տեսնում, նոր օրինագծեր ենք տեսնում, հետո A, B, C, D կետեր ենք տեսնում, այսինքն մարդ նույնիսկ եթե բավականին տառաճանաչես եւ այլն, շատ դժվար է հասկանալ։ Խնդրում եմ ժողովրդին հասանելի լեզվով մի հատ բացատրեք, ինչա կատարվում։ Այո, բարև ձեզ, նախ շնորհակալ եմ, որ հերթական անգամ եկել եք։ Էլի եմ գալու։ Համեցեք։ Գիտեք, ինձ համար բավականին արդիական խնդիր է օրենսդրական միջավայր պետության, ինչպես նաև օրենսդրական այդ քաղաքականությունը, այսինքն մենք ուր ենք գնում ու միջև երբ պետքա դա շարունակվի։ Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է ունենալ բարենպաստ օրենսդրական կարգավորումների այսպես միջավայր եւ այլն, դա թե քաղաքացիների համար, թե բիզնես անող անձանց կազմակերպությունների համար եւ ընդհանրապես։ Այսինքն, եթե մենք օրինակ համեմատենք, որ կան պետություններ, որտեղ որ օրենքով կարող են օրինակ ձեռքը կտրել ինչ-որ արարքի համար, մենք դա անբարենպաստ ենք համարում, փոխարենը ավելի այսպես դեմոկրատ, մարդակենտրոն, հոգուտ քաղաքացիների օրենսդրություն ունեցող պետությունները ավելի բարենպաստ ենք համարում բնակվելու համար, աշխատելու համար եւ այլն։ Մեզ մոտ խնդիրը ինչումն է կայանում, որ վերջին տարիներին ամեն ինչ արվում է այդ դաշտում, օրենսդրական մարդկանց կյանքը բարդացնելու համար։ Այսինքն յուրաքանչյուր, կարելի է ասել ինչու ոչ, յուրաքանչյուր, լավ ընդունենք 100-ից 99 օրենսդրական փոփոխությունները ուղղված են բարդացնելու եւ վատթարացնելու համար քաղաքացիների կյանքը, գործունեությունը եւ այլն։ Ինչ որ միտում կա։ Գիտեք, միտում թե ուղղակի ես չեմ հասկանում դա ինչի է հանգեցնելու, որովհետեւ երբ որ դու ունես ֆունկցիա բարեփոխելու, այսինքն ցանկացած օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող մարմնի կամ նույն օրենսդրի ֆունկցիան բարեփոխումներն են, իրենք այդպես են, չէ՞, անվանում, բարեփոխում։ Բարեփոխված ոստիկանություն, բարեփոխված էս, բարեփոխված քաղաքականություն եւ այլն։ Սակայն երբ որ դու նստած մտածում ես, էլ ինչ մտցնես օրենսդրական դաշտ, որ քաղաքացիների ու տնտեսվարների կյանքը բարդացնես, դժոխք սարքես, չէ, իրական դժոխք կա, այսպես կորզես, փաստաբաններին, ինչի մենակ իրանց բոլորին է։ Այդ ամբողջի մեջ մենք կարծում եմ, որ արդեն իսկ հատելու ենք այն շեմը, երբ Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական միջավայրի առումով բնակվելու եւ աշխատելու համար այդքան էլ ցանկալի չի լինելու։ Արդեն շատ ցանկալի չի, մնացած առումներով, թե օդի, թե քաղաքականության, հիմա էլ մնում էր էս։ Իմ մոտ տպավորությունն հատուկ արվում, որ ժողովուրդը կամ ամբողջ օր այդ մտքով տառապի այլ բաների մասին ժամանակ չունենա մտածելու, այսինքն այնքան խնդիր էր, ասում այնքան հոգ ստամ քեզ մոռանաս ցավերդ, կամ էլ որ թողնենք գնանք երկրից, որովհետեւ խայտարակ հարկային քաղաքականությունը, գույքահարկերը, այսինքն սա աննորմալ վիճակ է ստեղծում։ Այո, հերթով, եթե փորձենք ժամանակը հերիքի այսպես անդրադառնանք, ուրեմն նախ հարկային քաղաքականություն։ Փոփոխություն եղավ, որ փաստաբաններ, նոտարներ, հետագայում նաև այսպես հաշվապահներ եւ այլն պետք է աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում, որը բարդացված հարկման համակարգ է եւ ավելի այսպես ծախսատար, ռեսուրսատար եւ այլն։ Դա հանգեցնելու է կոնկրետ նշված ծառայությունների, ոչ թե հանգեցնելու է, արդեն հանգեցրել է։ Քաղաքացու վրա էլի բեռան գնում։ Թանկացման, այսինքն խտրականությունն է տեղի ունենում, հավասարեցնում են այդ գործունեությունները բանկերին ու կազինոներին, որտեղ իրենք չեն կարող շրջարկով աշխատել։ Հավասարեցնում են այլ ոլորտներ, այսպես հանրության համար օգտավետ այդ ոլորտներին, թանկ հարկերով հարկում են, բնականաբար դա առաջացնում է թանկացումներ քաղաքացիների ու տնտեսվարողների համար։ Հիմա փաստաբանը դիմելը բավականին թանկ հաճույք է դառել։ Այս օրվա ամենաակտուալ խնդիրը, ուրեմն նախկինում, համենայնդեպս ինչքան որ ես ինքս ինձ հիշում եմ, երբ որ դու որևէ տուգանք բողոքարկում ես դատական կարգով, բողոքարկումը կասեցնում է այդ տուգանքի բռնագանձումը։ Կատարումը։ Այո, այսինքն, մինչև դատարանը քո վեճը չլուծի, գումարը քեզանից չի գանձվում։
Հենց այս պահին կա օրենսդրական նախագիծ, արդարադատության նախարարությունն է նախաձեռնել, ընդ որում հրավիրում են մարդկանց մասնագետներին հանրային քննարկման, ես չեմ հասկանում, օրինակ, երբ որ նախագիծը 100%-ով ի վնաս հանրության է, այդտեղ ինչ կա քննարկելու այլևս, ինչևից է։ Ինչ է մեզ սպասվում։ Երբ որ քեզ տուգանում է, բողոքարկես, չբողոքարկես, դա միևնույնն է պետքա վճարես, եթե չվճարես, տվյալ տուգանքը գնում է արդեն հարկադիր կատարման։ 1000 ներողություն։ Այդ սարքումը բողոքարկումը առարկա է զուրկ, որտեղ բողոքարկումը կարող է տևի 18 տարի։ Ու դու արդեն գումարը տված ես, այսինքն սա հատուկ արվում է, որ էլ արդեն մարդը չբողոքարկի, որտեղ ինքը հետո պետությունից մեռնես այդ փողը մինչև ստանաս, մի 45 տարի էլ կանցնի, հետո մանաթով կարող արդեն ստանաս։ Հիմա նախ եւ առաջ, երբ որ անձինք այսպես թե այնպես պետք է վճարեն, արդեն բողոքարկումը դառնում է կարծես թե ինչ որ առումով արդեն անիմաստ, որովհետև հոգեբանորեն մարդիկ արդեն այդ գումարը կորցրել են տվյալ բանը։ Սա մեկ։ Սա չարյաց փոքրագույնն է երևի թե հաջորդը իրենք փորձում են շեղել, այսպես խոսելով ճանապարհային ոստիկանության տուգանքների մասին եւ այլն։ Դրանք չարյաց փոքրագույնն են։ Ամենամեծ այստեղ վտանգը սպառնալիքը դա պետական եկամուտների կոմիտեի կողմից խայտարակություն, բազմաթիվ միլիոնավոր դրամների տուգանքներ են, որոնք որ հանգեցնելու են տնտեսվարողների սնանկացման։ Այսինքն, երբ որ հիմա ապօրինի պետական եկամուտների կոմիտեն տուգանում է միլիոնավոր դրամներով, մարդիկ բողոքարկում են հարյուրներով ու հազարներով, երևի տասնյակ հազարներով ամեն տարի դատարանի կողմից ճանաչվում են անվավեր այդ ակտերը։ Այսինքն դա նշանակում է, որ պետական եկամուտների կոմիտեն փորձեց այդ բիզնեսը, այսպես չգիտեմ, վնասել կամ սնանկացնել, դատարանը փրկեց, չէ՞, տնտեսվարողին։ Հիմա պատկերացրեք, օրինակ, ապօրինի ընդունենք տասնյակ միլիոնների ինչ-որ տուգանք է արձակվում։ Մարդը պետք է մոծի։ Մարդիկ բողոքարկեցին, իհարկե, այստեղ արդարության համար ասեմ, որ ասում են կարող եք միջնորդել դատարանը կասեցնի կատարումը, բայց դե դատարանների հույսին մնալը գիտեք, որ ոչ միշտ Բացի դրանից դա կոռուպցիոն ռիսկերի էլ է բերելու բնականաբար, եթե շատ մեծ գումարների մասին է խոսքը, այսինքն այստեղ խնդիրներ է առաջանալու մեծ գումարների համար։ Հիմա լավ, ընդունենք կա լծակ, այն փրկողակը խնդրել դատարանին կասեցրու, դատարանը կկասեցնի թե ոչ երեկացյանն, այսինքն գերծանրաբեռնում ենք դատարանը, լավ, դա ինչևից է, դա մի կողմ։ Ուրեմն, երբ որ բողոքարկում են ու այդ տնտեսվարողը պետքա վճարի, եթե ոչ գնում է հարկադիր կատարման, այդ ընթացքում սնանկանալու է այդ տնտեսվարողը։ Բնականաբար։ Այսինքն, երբ որ բողոքարկման ընթացքում գնաց հարկադիր կատարման այդ որոշումը, ընկերությունը չկարողացավ վճարել, գնաց սնանկացման, գործունեությունը կասեցվեց, արգելանքներ կիրառվեցին, ում է պետք հետագայում այդ ընկերության համար այդ բողոքարկումը, ոչ մեկին։ Ընդ որում, եթե գնաց սնանկացման, հանդես կարող է գալ ընկերության անունից սնանկության գործերով կառավարիչը, օրենքով այդպես է, բայց որ մի կառավարիչն է ամենայն հարգանքով այսպես ավելի ջանասիրված սրտացավ, քան տվյալ տնտեսվարողը։ Այսինքն, ես կարծում եմ, որ այս փոփոխության միակ նպատակը գումարային հոսքի ապահովումն է, ուրիշ բացատրություն դրան լինել չի կարող։ Չգիտեմ, ճիշտ որ ասեմ, իմ մոտ այլ տպավորություն էլ է ստեղծվում, որտեվ եթե ժողովուրդը այսպես թե այնպես ունե զրկվելու է, փոքր եւ միջին բիզնեսը բնականաբար ունե զրկվելու են, մնալու են մենակ մի քանի հատ հովանավորյալներ, մնալու են մի քանի հատ, հա, բանկ, կազինո, էլ ինչ, երևի, էլ ոչ մի բան։ Այսինքն սա նշանակում է, որ այդ ամեն ինչ արվում է նրա համար, որ մարդիկ իրանց հանապազորյա հացը չկարողանան աշխատել եւ դրսից եկող քույրիկ եղբայրիկներին մեծ սիրով ընդունեն, որ գոնե նրանց մոտ գնան ճորտություն անեն։ Հիմա այստեղ հարցը առաջանում, տեսեք, այդ իրական զզվի, հա, էս այլ նպատակը։ Ես քանի որ քաղաքագետ չեմ, տնտեսագետ չեմ։ Նպատակը դա է։ Ես ցանկանում հասկանալ, նպատակը ո՞րն է այդ փոփոխության։ Միայն փողերի մուտք ապահովելը, առանց մտածելու, որ երբ որ դու այսպես սրերով թրերով հասարակ այդ անհատ ձեռնարկատերերի տնտեսվարողների վրա այսպես հարցակվում ու ուզում ես փող վերցնել, դա բերելու է արդեն աղետի։ Այդ մարդիկ աշխատել։ Ստեղ գալիս է հաջորդ հարցը, շատ հետաքրքիր։ Ուրեմն ընդունենք լավ, պետությունը ասում է բեր վճարի իմ հարկը։ Բնական է, երբ որ հետագայում դատարանով այսպես հաղթես, պետք է հետ վերադարձնել։ Հիմա հարց։
Դատական գործերը տևում են տարիներ։ Տարիներ։ Ընդունենք 3-ից 5 տարի։ Ընդունենք ես վճարել եմ օրինակ 10 միլիոն դրամ, 3-ից 5 տարի հետո պետք է հետ վերադարձնես։ Եթե դու իմ նույն վճարած գումարը հետ ես վերադարձնում, ինչ ասացում, ես քեզ անտոկոս վարկ էի տվել, բա իմ կորցրած օգուտները եկամուտը, վնասները, բացի նրանից, մենք բոլորս կախված ենք նաև տարադրամի կուրսերից էլ, չմոռանանք, եթե ներմուծող կազմակերպությունը, այսինքն, երբ որ պետությունը ասում է դու փողերս տուր, եթե տարիներ հետո ինձ հաղթես հետ կտամ, թող այդ նույն ձև կարգավորում մտցնեն, ասեն, եթե անվավերա դատարանով ճանաչում, վնասով, բանկային տոկոսով, պլյուս SN-ը, այսինքն այդ գումարը առնվազն, երբ որ դու ցանկանում ես ինչ-որ մի բան անել, արդյոք այդ ով պետք է դա մտածի։ Այդ գումարը մարդիկ կարող են բանկում ավան դնել, ինչ-որ աշխատել, վերջի ինչ-որ մի բան անել, իրանց իրա գումարն է։ Այսինքն դու երբ որ վերադարձնում ես, բա ով պետք է հատուցի։ Գիտեք, եթե նշված նախագիծ մշակողը իբրև թե արդար է, հարց չկա։ Վերցրու փողերս, բայց եթե շահեմ, կրկնապատիկը ինձ հետ է ստանում։ Եթե տենց արդար է նախագիծը մշակում, թող բանկերի նախագծերն էլ մշակի, անտոկոս փող տան օգտագործի, մի 3-4 տարի հետո հետ կտան, կլինի։ Հիմա հաջորդը, ուրեմն օրենսդրական նախաձեռնություններում, երբ որ հանդես են գալիս նախագիծ է մշակում, պետք է վկայակոչել միջազգային փորձը։ Ուրեմն այս դեպքում ինչի մասին որ մենք հիմա խոսում ենք, տեսեք, վկայակոչել են մի քանի երկրի փորձ, ինչ կապ ունենք մենք նրանց հետ, կամ այդ երկրները ինչով են տենց ավելի խելացի։ Ուրեմն Գերմանիան լավ ընդունենք զարգացած երկիր, բայց մենք ինչ կապ ունենք Գերմանիայի տնտեսության հնարավորությունների հետ։ Եվ ամենակարևորը, ուրեմն ինչ երկրների փորձ են վերցրել։ Մոլդովա, ընդեղելի երկիր եւ ամենակարևորը, պատերազմող Ուկրաինա։ Այսինքն պատերազմող երկիրը, ով գումարի կարիք ունի, իրենց մոտ միանգամից գանձվում է, ստեղ այդ երկրի փորձը, ասում են դա միջազգային փորձ է։ Հասկանում եք, այսինքն միջազգային փորձ ուսումնասիրողը փոխանակ այլ պետություններից վերցնի դրականը, ոչ մեկ չի ասում, օրինակ նույն ընդունենք Գերմանիայում կամ այլ եվրոպական երկրում, առողջապահական համակարգը, բանկային տոկոսները եւ այլն ինչքան մատչելի են, կենսաթոշակների չափը։ Հիպոթեկի տոկոսները մի հատ նայեք կամ այլ պետությունների օրենսդրությունից դրականը իրենք չեն վերցնում են միայն բացասականը։ Ով որտեղ եղել է երևի իր այս քանի որ նոր են սկսել տարբեր երկրներ գնալ, երևի ով ուր գնաց է մի բան տեսել է կամ Ուկրաինայից խոպանչի բարեկամ մարեկամ եկե պատմել։ Այս իրականում հումոր է, բայց իսկականից էս արդեն ամոթ է, ուղղակի ամոթ է։ Ու ես գիտեք, այստեղ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, չէ՞։ Դե հիմա դա մեղմ է ասված, որովհետև լավ ընդունենք տուգանեցիք, հիմա չեն թողում դու նույնիսկ պաշտպանվես այդ տուգանքից։ Անիմաստ են դա սարքում։ Ու ով կմտածեր, որ այսինքն այդ ֆանտազիան ավելի բարդացնելու անծայրածիր է։ Ոչ այլասերված ֆանտազիաներ է, էլի կարող է ինկասո դնեն վերջում տնեցիկով տանեն, ասենք։ Արդեն ստերկ ասել որ փող չլինի, արդեն ասեն բան, այ պետքա երեխուդ տաս ստերկության։ Այդ օրինակը իզուր չէի բերում, իսկ թվում է իրանք այսպես որ գնա, ասելու են ձեռքը են կտրելու, եթե ձեռքը չեն կտրում, են տնեցիկին բան կվերցնեն, կտանեն ստերկության։ Բան է, էլի կդառնա երկիրը խիժինը ձածի տոմը։ Տեսեք, այդ առումով օրենսդրական միջավայրի, նախ ես կոնկրետ որպես իրավաբան անմիջական աշխատում եմ օրենսդրության հետ։ Բացի այդ էլ որպես քաղաքացի ես այդ սխեման եմ ուզում հասկանալ, եթե մեր պետությունում այսպես նստում մտածում են աշխարհի բոլոր պետության ամենավատ օրենքները բերենք ստեղ։ Հարց է առաջանում, բա ստեղ ո՞նց կարելի է ապրել։ Եթե դու ասում ես Գերմանիայում էսպես է, ինչու պետք է ես այստեղ ապրեմ եւ ոչ Գերմանիայում։ Երբ որ հասկանում եք, այսինքն պետքա բալանս լինի։ Լավ, ընդունենք ժամանակի ընթացքում լինում են թանկացումներ, չգիտեմ, խստացումներ, բայց դրան զուգահեռ պետքա լինի որոշակի բարեփոխում, այսինքն լավ ընդունենք գույքահարկը դարձրեցին աստղաբաշխական գներ։ Աննորմալ գներ, էլի։ Փոխարենը ինչ տվեցին այդ նույն քաղաքում։ Ոչ մի բան։ Ոչ մի ով որ ասի լավ, ես ծախսերս վերջի վերջո ընդհանրապես ոչ մեկի դրամապանակը այսպես անսահմանափակ չի, չէ՞։ Եթե գույքահարկը բարձր վճարեցի, որտեղ եմ խնայում։ Այստեղ
Խնդիրը նրանում է, կամ ինչ եմ ավել ստանում։ Այո, ոչ։ Կամ որակ, չէ, ինչ որակ եմ Նույն ստանում։ տրանսպորտի հետ կապված թանկացումներ եւ այլն։ Նախ գիտեք տպավորություն է ստեղծվում, որ բողոքներն ու բոյկոտները դա մարդկանց այսպես ինչ որ արկածախնդրությունն է, մարդիկ զբաղվում են դրանով, ոչ, մարդիկ իմ տպավորությամբ ուղղակի չունեն այդ ավելքողը։ Որտեղ է ունենան, բայց կներես էլի։ Եթե 4-5 հոգանոց ընտանիք ես, 4-5 հոգանոց ես տրանսպորտից չեմ օգտվում, բայց դեռ անցյալ տարի, այս չէ, 24 թվականի հունվարի 8-ից եմ խոսացել։ Ստեղ մարդկանց անտարբերության ֆակտորն է լավ, որ պրևենտիվ միջոցներ, չէ, արդեն անցյալ տարի ասում ենք սա տիլնի։ Հիմա եթե պիտի դուրս գայիք հիմա փողոց, այն ժամանակ գնայիք ու գնայիք ու ռեալ կանգնեիք։ Բայց դա էլ է դժվար, այսինքն ամեն ինչի համար գնալ պայքարել։ Խնդիրը կա, գիտեք, այնքան շատ է խնդիրը, որ չգիտես որ ուղղությամբ մտածում ես։ Տրանսպորտի մասով ովքեր որ ունեն օրինակ ես եւ դուք անձնական մեքենա չենք օգտվում, ինչի չենք օգտվում։ Օգտվենք, օրինակ, եթե լիներ մետրոյի կայարան, շատ Ես շատ անգամ արում ասեմ մետրոյից ես օգտվում եմ, որովհետեւ շատ հարմար է։ Ես ինձ հիշում եմ իմ ողջ այդ գիտակից կյանքում Երևան քաղաքում ինչ որ մի մետրոյի կայարան է, հեսա։ Հա, այն որ բան այնով էր սարքում, հայկն էր սարքում Մարության։ Ճիշտ ասած, սարքեց պրծավ, չէ՞, ոնց որ այնտեղ բանում էր սարքում, Աչափնյակում։ Ինքը մեկ էլ մեծ չանը արդեն բացում էին։ Ինչ հիշում եմ ինքս ինձ, Աչափնյակում պետք է բացվի մետրոյի կայարան։ Այսինքն, երբ որ դու թանկացնում ես տրանսպորտը, դե որ սուտ ասելու վրա հարկ ու տուրք չկա, կարան ինչքան ուզում ես սուտ խոսան։ Տրանսպորտի համակարգում ինչ է ավելացել։ Գիտեք, այս ավտոբուսները, որ մենք տեսնում ենք ու համեմատում ենք նախկինում այդ այլ այդ գազելների հետ, մարշրուտքեքի։ Համենայն դեպս այդ նույն երկրներում, որտեղ մենք ասում ենք, չէ, Գերմանիայում, այսպես է Եվրոպայում, այնտեղ նման այս ավտոբուսները չեն էլ նայում։ Այդ երկրները հանում են այս որակի տրանսպորտը, նվեր են տալիս։ Դա էլ շպրտել են, այստեղ էլ բերել են մեր վրա ծախում են։ Դրա համար այստեղ ընդհանուր առմամբ այդ ամբողջի մեջ լինեն օրենքներ, լինեն կառավարության որոշումներ, մարդիկ ովքեր որ ես հասկանում եմ մարդիկ հոգնում են, բայց եթե ընդհանուր առմամբ այսպես այստեղ են ապրում, պետք է հետևեն այդ օրենսդրությանը, որովհետև անհնարին է, հավատա, անհնարին է։ Անհնարին է ամեն օր հետևել այդ օրենս, իրականում անհնարին է, որովհետև ամեն օր կա օրենքներ, հետո կա ABCD կետեր, պատպունկտեր, ավելի մանր գրած, այսինքն այն մարդը, որ չի ուզում օրենք խախտի, չի ուզում պարտք մնա, ինքը չի հասկանում, թե ոնց անի դա, իրականում եմ ասում։ Կրկնա, հազար ներողություն, ասենք կրկնակի գումարներ վերցնելն էլ, շատ կոնկրետ ինձ եկել էր իմ գույքահարկինը մուծածը, ասենք եկել էր, փառք Աստծո, մի քանի հատը գտա։ Ասացին, վայ, որ գտել եք այդ մի քանի հատը կարող եք, ասում չէ, բայց մի քանի հատն եմ գտել, դա չի նշանակում, որ այն մի քանի հատը մուծել եմ, բայց չես կարողանում ապացուցես։ Հենց խնդիրը անիմաստ մարդիկ չեն վիդեո անես։ Չեն պահպանում այդ կարող է մի սենյակ էլ բան անենք, ուզենք, որ մի հատ մի սենյակ ուզենք, մի 9 քառակուսի մետր ու մեջը բոլորը պետ ավտոտեսչությանը դնենք, լույսի մուծումները դնենք, գույքահարկը, ընդհանուր կանոնի համաձայն, հարգելի քաղաքացիներ, եթե տանը ավելորդ տեղ ունեք, ինչ վերաբերում է ցանկացած վճարների, փոխանցումների, 3 տարի աշխատեք, գոնե 3 տարի փաստաթղթերը պահեք, իսկ գույքահարկի, հողի հարկի եւ այլն դեպքում 10 տարի, որովհետև դրա վաղեմությունը։ Հա ինձ եկել էր 6 տարի առաջվա 2 հատը գտա, մնացածը չգտա։ Քանի որ վաղեմությունը հարկերի, դե հարկերը սրբության սրբոց հարկերը, չէ։ Հա։ Հարկերի մասով հարկերի արձան են կանգնացնելու շուտով։ Հարկերի արձան։ Քանի որ հարկերի մասով 10 տարի է, ես խորհուրդ կտամ, եթե հնարավոր է այսպես 10 տարի պահել այդ վճարման կտրոնները եւ մնացած օրինակ հոսանք եք վճարում գազ եւ այլն, կամ չգիտեմ աղբահանության վճար կամ բանկով ինչ որ գործարք եք անում, 3 տարի այդ փաստաթղթերը պահել։ Ժորժ ջան, խնդրում եմ լսեք, ես չէի պահել, բայց մի բան ասեմ, ոնց որ կռապաշտության եք տանում ժողովրդին, ուզում եք հարկերի արձանի կուրկ սարքեն։ Դա ես չեմ անում, դա իրականությունն է։ Չէ, բայց իսկականից ինչ ամոթ է, չէ, իրականում եմ ասում, այս դարում ու բնականաբար իրան կարան կրկնահաշվարկել անել, էսա ամեն ինչ որ հնարավոր է։ Իսկ մի հատ հարց է ինձ հետաքրքիր։
Ինչ կարելի է անել։ Գիտեք, եթե ես իմանա ինչ կարելի է Չէ, իրական օրինակ ինձ ինձ հետաքրքիր է։ Համենայն Արդյոք միտինգներով կամ չգիտեմ փողոց դուրս գալով այս հարցին լուծում կտրվի թե չէ։ Չեմ կարող ասել, ես ընդհանրապես այդ ոլորտից այսպես թերահավատորեն եմ վերաբերվում այդ ամեն ինչին, սակայն ես կցանկանայի, որ ընդհանրապես մի միտք ունեմ, ես միշտ ասում եմ, պաշտոնատար անձինք իրենք մեր մեջից են դուրս եկել, մեր նման մարդիկ են, այսինքն այնպես չի, որ արտերկրից եկան ու չգիտեն ստեղ ինչա կատարվում։ Ես կցանկանայի, որ օրենսդիր, գործադիր իշխանության, նաև համայնքային իշխանության այդ պաշտոնատար անձինք, սկսած ստորին այսպես օղակից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ, երևի որ իրանք սկսեն իրենց կողքը նայելու հասկանալ, որ մենք Գերմանիայում չենք ապրում։ Կամ չգիտեմ իրանց ինչ-որ մի երկրներից, որտեղից որ ինչ-որ բան է ներմուծում։ Այսինքն աշխատենք նրա վրա, որ արդիական լինի այդ կարգավորումներ ու խստացումները, համարժեք լինեն համաչափ մեր երկրի տնտեսական վիճակին, մարդկանց աշխատանքին, աշխատավարձերին եւ այլն, որովհետեւ այս պայմաններում, եթե մենք այսպես շարունակենք խստացնել եւ այլն, պարզապես իրավական, ինչու ոչ նաեւ գուցե ես չգիտեմ, տնտեսական կոլապսներ են լինելու։ Արդեն կոլապս է, էլ սրանից դենը կոլապսը որտեղ է ալնում, տնտեսվարողները, չգիտեմ, կառավարության շենքի դիմաց են, այն մնացած մարդիկ իրանց տներում կենտրոնում նստած մտածում են, ոնց են 1 միլիոն դրամ գույք հարկ մուծել, այսինքն հարկը պետք է կազմի քո աշխատավարձի ինչ որ մի տոկոսը, հա, բայց երբ որ հարկը գերազանցում է քո աշխատավարձը, այդ դեպքում դու մարդուն դրդում ես հանցագործության, գողության, կաշառքի եւ այլն, բա որտեղից բերանի։ Հարկադիր կատարման ծառայությունը, երբ որ այսպես ծլում ծաղկում է ճակերտավոր, որ այնքան շատ են նույն վարկերի գործեր, բանկերի եւ այլն, հիմա պատկերացրեք, որ բողոքարկումը չկասեցնի տուգանքների հայտարարություն է ալնելու։ Հայաստանի 10 հոգուց 9 հոգին հարկադիր կատարման ծառայության հաճախորդ են։ Այսինքն մենք լինելու ենք հարկադիր կատարման երկիր։ Իրանք սենց նետո աղեղներն առած հարկադիր կատարողները, Սասունցի Դավիթի թուրն առած ընկնելու են մեր մեջ, որովհետև հենց հիմա ակտեր ա գալիս թե կարմիր գծի, թե պեկից մենք հիմա ակտ ունենք մեր աշխատակիցներից մեկին 1.5 միլիոն ակտակ է, որ այդ մարդը ընդհանրապես որևէ գործունեություն չի ծավալում։ Ես ունեմ գործեր 95 միլիոն, 200 միլիոն, որը մի քիչ չես հասկանում որտեղից է լինում, բայց հույս կա։ Կանխիկով է մեջ է, թե այդ մենակ թվերն է, ափսոս, շատ ափսոս, թե չես կվերցնի կգնայի լիքը հարկ կմուծեի։ Չէ, ցավոք մարդիկ որ ունենային այդ։ Չէ, բայց իրականում շատ էս մեզ ուղղակի սա խեղդում է, բայց մի բան պետք է հասկանալ մեր իշխանությունները, ռեզինը շատ ձգել չի գալու, որտեղ ռեզին է որ շատ է ձգում, ինքը անպայման արդեն միտեղ պայթում է։ Այս քաղաքականությամբ մենք հասնելու ենք դրան, որ մի օր մեկը մի դիպլոմատ փողով գալու է երկիրն առնի, պարտքերի պատճառով կամ ինկասո դնեն ու տանեն։ Լուրջ եմ ասում, ու սրանով ավարտվելու է այն, ինչ որ մենք կարողացել ենք դարերով ու հազարամյակներով պայել։ Այս կարգի ստորացված, ստրկացված ես ժողովրդին երբևէ չեմ հիշում։ Այսօր մենք այդ հարկային Հովհաննես Թումանյանի հեքիաթների պես հարկերը սենց ուսերներից վերցրած բալաստի պես շարժում ենք, մարդ առավոտը զարթնում արդեն պետությանը պարտ կա։ Ժողովուրդ, մենք սրա մասին էլի կխոսանք, որտեղ այսօր պարոն Նուրիջանյանը սենց արագ-արագ թվեց այն օրենսդրական միջավայր, ասենք օրենսդրական կոլապսի բաղկացուցիչները, բայց կարծում եմ, որ ամեն մեկի մասին երևի թե մենք հետո առանձին կմանրամասնենք եւ համենայն դեպս գոնե փորձենք ժողովրդին ինչ-որ խորհուրդներ տալ կամ չգիտեմ նույնիսկ ինչ անել այս պարագայում։ Ամեն դեպքում ձեզ շատ շնորհակալ եմ, լուրջ չնայած շատ տխուր զրույցեր, սիրտս դուդուկ ա ուզում այս զրույցից հետո լացելու։ Ազգային ժողովին, բոլոր բողոքները ինձ շատ են ասում, սա էլ ասեմ, ոնց կարելի է օրենքները այսպես, ես ասում եմ, ես գրողը չեմ։ Օրենսդիր մարմին գոյություն ունի։ Բոլոր հարցերը Բաղրամյան փողոց։ Հա, օրենսդիր մարմին գոյություն ունի, ձեր բոլոր բողոքները այնտեղ, ուստեղ մի բան էլ ասեմ ու ավարտենք, հարցը գիտեք ինչումն է, եթե մի օրենքը մեկին է վերաբերում, այդ մարդը մենակ դրա համար է գնում, դրան հարակից օրենքած մեկից չի վերաբերում, դրա համար չի գնում առանց հասկանալու, որ դա ևս շահկապված գալու է իրա վրա, չգիտեմ, այս պայմաններում հարկերը մեզ խեղդում են, ժողովուրդ եկեք իրար հետ փրկողան գտնենք ու այս հարկերի
խորքից խեղդվելուց ոնց որ Մարիանյան իջվածքն լինի Հայաստանի հարկադիր սիստեմը, հարկային սիստեմը։ Ամեն դեպքում հուսանք, որ ինչ-որ բան կկարողանանք իրար հետ փոխել։ Շատ շնորհակալ եմ։